Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Գլոսթերշիրի Քուփերս Հիլում մասնակցելու պանիր գլորելու ամենամյա բրիտանական ավանդական մրցույթին, որտեղ մասնակիցները ցած են նետվում 180 մետր բարձրության փոփլրից մի գլուխ պանիրը հետապնդելու համար։ Պանիրի գլուխը 4 կիլոգրամ քաշ ունի եւ կոչվում է Double Gloucester։ Այս մրցույթում հաղթողը ճանաչվում նա, ով բլրի ստորոտին առաջինն է հատում վերջնագիծը, քանի որ պանիրի սկավառակը բռնելը գործնականում անհնար է։ 19-րդ դարում սկիզբ առած այս միջոցառման ժամանակ գերմանացի Թոմ Քոփկեն երկրորդ տարին անընդմեջ դարձել է հաղթող։ Մրցավազքը հայտնի է բարձր ռիսկայնությամբ, մասնակիցները տարբեր վնասվածքներ են ստանում, այդ թվում վերջույթների կոտրվածք եւ ուղեղի ցնցումներ։ Չնայած այս բոլոր վտանգներին, կազմակերպիչները պնդել են, որ երբեք մահացու դեպքեր չեն գրանցվել, եւ բոլոր մասնակիցները պարտավոր են ընդունել, որ մասնակցում են իրենց սեփական կամքով։ Միջոցառման մասին առաջին գրավոր վկայությունը թվագրվում է 1826 թվականով, բայց ավանդույթը հաստատվել է շատ ավելի վաղ։ Ոմանք ենթադրում են, որ դա հնարավոր է հեթանոսական ծես է։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելյան Հելիպոլիս թաղամասը, որը հայտնի է նաև որպես Մասր ալ-Գեդիդա, վերջին ամսվա ընթացքում նշել է իր 120-ամյակը, մի շարք միջոցառումներով, որոնք ներկայացրել են թաղամասի ժառանգությունը։ Միջոցառումները կազմակերպել է Հելիոպոլիսի ժառանգության նախաձեռնությունը։ Այն կյանքի է կոչվել թաղամասի բնակիչների համատեղ ջանքերի շնորհիվ։ Մարդիկ պայքարում են իրենց թաղամասի ժառանգությունը պահպանելու համար։ Ինչպես վերադարձնել Մասր ալ-Գեդիդայի հմայքը, որը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետական ժառանգությամբ, այլև իր կառույցներով։ Մասր ալ-Գեդիդան միշտ ունեցել է իր բնակիչները, քանի որ այդ տարածքում ապրել են տարբեր ազգությունների մարդիկ։ Այն շատ բաց է եւ միևնույն ժամանակ պահպանում է իր ինքնատիպությունն ու ժառանգությունը։ Միջոցառումների թվում էր Սուլթանա Մալակ պատմական պալատում կազմակերպված ցուցահանդեսը, որտեղ 28 նկարիչ ցուցադրել է Հելիոպոլիսի ժառանգությունը փաստագրող 40 տարբեր արվեստի գործ։ Հելիոպոլիսի տարեդարձի շաբաթվա շրջանակում ի թիվս այլ միջոցառումների տեղի են ունեցել նաև թաղամասի տեսարժան վայրերում շրջագայություններ։ Հելիոպոլիս թաղամասը 1905 թվականին հիմնադրել է բելգիացի ինժեներ եւ արդյունաբերող բարոն Էմպեյնը, որի պալատը թաղամասի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Alana Babies ընկերությունը, որը 2007 թվականին հիմնադրել է արհեստավոր Alana Nascimento-ն, դարձել է ձեռագործ գեր-իրական մանկական տիկնիկների արտադրության առաջատարը Բրազիլիայում։ Դրանք հայտնի են նաև որպես վերածնված տիկնիկներ։ Գտնվելով Կամպինասում, որը Սան Պաուլոյից ընդամենը 2 ժամվա հեռավորության վրա է, ընկերությունը հպարտանում է ավելի քան 15 հմուտ աշխատակցից բաղկացած թիմով։ Նրանք ամենամիս վաճառում են 30-ից 40 գեր-իրական տիկնիկ։ Բացառիկ տեխնիկայի շնորհիվ տիկնիկագործներն այնպես են անում, որ այս տիկնիկներն առավելագույնը նման են լինում իրական երեխաների, մասնավորապես նորածինների։ Ուշադրություն է դարձվում անգամ ամենաչնչին դետալներին, դեմքի արտահայտություններից մինչև մաշկի հյուսվածք եւ մազերի արմատավորված շերտեր։ Ես մասնագիտությամբ բուժքույր եմ, աշխատել եմ երեխաների հետ, մասնավորապես նորածինների մասին հոգ եմ տարել։ Ինձ հաջողվեց գումար գտնել եւ կարողացա հիմնել այս գործը, այլևս որպես բուժքույր չեմ աշխատում։ Հիմա ամբողջությամբ այս աշխատանքին եմ տրվել։ Ես արդեն 22 տարի երեխաների աշխարհում եմ։ Վերածնված տիկնիկները յուրահատուկ տեղ են գրավել ինչպես արվեստի, այնպես էլ թերապևտիկ շրջանակներում։ Յուրաքանչյուր տիկնիկ կյանքի է կոչվում մասնագիտացված նկարիչների կողմից, ռեալիզմի այնպիսի մակարդակի հասնելու համար, որը հավասար կլինի իսկական մարդու քաշին, արտաքինին եւ նույնիսկ մարդու զգացողությանը։ Այս տիկնիկները նախատեսված են ինչպես անձնական հավաքածուների համար, այնպես էլ երեխային կորցրած ծնողների համար վերականգնողական թերապիա անցկացնելու նպատակով, ապագա ծնողներին նախապատրաստելու համար, նաեւ գեղարվեստական նպատակով։ Վերածնված տիկնիկների ժողովրդականությունը վերջերս հասել է Բրազիլիայի խորհրդարան։ Պատգամավոր Սարջենտո Իսիդորիոն իր ելույթի ժամանակ գրկել է վերածնված տիկնիկ եւ հայտարարել, որ նման տիկնիկների խնամքի պրակտիկան մեղք չէ։ Քննադատներին դիմելով նա ընդգծել է, որ քանի դեռ այս պրակտիկան չի խանգարում հանրային առողջապահական համակարգերին կամ կրոնական հաստատություններին, մարդիկ պետք է ազատ լինեն վայելելու իրենց սիլիկոնե փոքրիկներին։ Հարյուրավոր ծաղրածուներ Լիմայի փողոցները վերածել են վառ ներկայացման, նշելով Պերուի ծաղրածուի օրը։ Ծիածանի բոլոր գույներով հագուստ կրող ծաղրածուների երկար երթն անցել է Լիմայի կենտրոնական փողոցներով, ժպիտներ պարգևելով հանդիսատեսին։ Մի փոքր դժվար է ծաղրածու լինել Պերուում, քանի որ կառավարության աջակցություն չկա։ Մինչև երբ, պարոնայք, մինչև երբ։ Մենք ուզում ենք ինչ-որ լավ բան մեզ համար։ Մեզ անհրաժեշտ են օրենքներ, որոնք կօգնեն արվեստագետներին։ Մեքսիկան ունի դա, տարբեր վայրեր ունեն դա,
Չիլին նույնպես ունի, իսկ Պերուն, իսկ մեր մասին ինչ կասեք։ Պերուի ծաղրածուի օրը նշվում է ի հիշատակ Թոնի Պերեխիլի, որը հայտնի է որպես աղքատների ծաղրածու։ Նա 1980-ականներին բազմագույն վրանով ճանապարհորդել է Լիմայի թաղամասերով ուրախություն տարածելու համար, բայց իր վերջին օրերն անցկացրել է միայնակ եւ անկողնային պայմաններում հիվանդանոցում։ Ջրային պոլոյի նախկին մարզիկ կուբացի Ջոհեն Լեֆոնտը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել ջրում գտնվելիս ֆուտբոլի գնդակը գլխին պահելով։ Նա ցանկացել է, որպեսզի այս ռեկորդը գրանցվի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Հավանայի կենտրոնում գտնվող հյուրանոցի լողավազանում 37-ամյա Լեֆոնտը գնդակը գլխին պահել է 31 րոպե եւ 200-րդական վայրկյան, գերազանցելով նիգերացի Թոնի Սողոմոնի ռեկորդը, որը ուժի մեջ է 2024 թվականից։ Սողոմոնը գնդակը գլխին պահել էր 28 րոպե 34 վայրկյան, ինչը Գինեսի համաշխարհային ռեկորդ էր։ Muy contento, muy agotado también. Ես շատ ուրախ եմ, բայց նաև ուժասպառ։ Այս քայլին գնալու համար ֆիզիկական մեծ պատրաստվածություն էր հարկավոր։ Ջրում ես ինձ ուժասպառ էի զգում նաև ուժեղ շոկի պատճառով։ Բավականին լավ էի մարզվել, նույնիսկ բաց ջրերում, որտեղ ալիքներ կան։ Հետո մարզվել եմ նաև լողավազաններում։ Ես հասա իմ նպատակին։ Լեֆոնտն ասել է նաև, որ ներկայում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ունի 11 հավաստագրված տիտղոս։ Այս ռեկորդը վերահսկել են FIFA-ն եւ համաշխարհային ջրային սպորտի 3 միջազգային դատավոր։ Անգլիայի հարավային Էշեր քաղաքի փողոցներում լսվում է Մոցարտի դասական երաժշտությունը, սակայն կոմպոզիտորի ստեղծագործությունները չեն կատարվում ավանդական գործիքներով։ Գարսոնի ֆերմերային խանութի դիմաց երաժիշտների մի խումբ գազարը, դդմիկը եւ բուլղարական պղպեղը վերածել է երաժշտական գործիքների, անցորդների համար հայտնի մեղեդիներ կատարելու նպատակով։ Լոնդոնի բանջարեղենային նվագախմբի անդամները զգուշորեն անցքեր են փորել տեղական արտադրության մեծ գազարների վրա, ուտելի ֆլեյտաներ պատրաստելու համար։ Սա մի գործընթաց է, որը տևում է մոտ 20 րոպե։ Տրոմբոնի նման ավելի խոր տոնայնություն ունեցող դդմիկները նույնպես ներկա են եղել յուրօրինակ համերգին։ Ֆլեյտաներ պատրաստող Թիմ Քրենմորն է ստեղծել այս անսովոր նվագախումբը։ Նա ոգեշնչվել է գազարից երաժշտական գործիքներ պատրաստած մի ճապոնացու պատմությունից։ Տեսեք, օրինակ ծառը գլանաձև է, այն աճում է հողի մեջ, ունի արմատներ, տերևներ, գազարն էլ նույնն է, գլանաձև, աճում է հողի մեջ, ունի ուժեղ արմատներ, ունի տերևներ։ Այսպիսով չկա որևէ պատճառ, թե ինչու գազարը չպետք է ֆլեյտա լինի այնքան լավ, որքան ծառը, եւ իրականում այդպես է։ Որոշ առումներով դրանք ավելի լավն են։ Ես այս գազարին վերաբերվում եմ որպես ծառի կտորի։ Այն ունի նույն անցքերը, քառակուսի անցքեր, կլոր անցքեր, անցք մեջտեղում եւ զարմանալիորեն այն իրականում աշխատում է։ Բայց սա պատրաստելու համար ինձնից մոտ 20 րոպե է պահանջվում։ Եվ եթե ես ուզում եմ իսկական ֆլեյտա պատրաստել ծառից, այսինքն փայտից, ծախսում եմ 1 շաբաթ կամ 10 օր։ Երաժշտական խմբի 4 անդամները ցուցադրել են բանջարեղենը փորագրելու իրենց հմտությունները հետաքրքրված հանդիսատեսի առջև, նախքան դասական երաժշտության, փոփ հիթերի եւ նույնիսկ Դիսնեյի երգերի իրենց կատարումները ներկայացնելը։ Չնայած գործիքներն ունեն նույն անատոմիան, ինչ իրենց ավանդական երաժշտական գործիքները, նվագախմբի անդամ Սայմոն Տոնգի խոսքով բանջարեղենները յուրահատուկ դժվարություններ են առաջացնում նվագելիս։ Լոնդոնի բանջարեղենի նվագախումբը ելույթ է ունեցել բրիտանական հեռուստաշոուներում։ Նրանց ունկնդրել է նույնիսկ Չարլզ Թագավորը, որն այնքան ոգևորված է եղել, որ փորձել է ինքն էլ նվագել գազարով։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։